Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեծահաբի եթերում Մեծա Արենանը, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, միասին շարժման համակարգող եւ խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանի հետ բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին Դիլբարյան, մենք տեսնում ենք, տարածաշրջանում պատերազմ է, Իրանում ռազմական գործողություններ եւ Հայաստանում կարծես ամեն բան ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, անվտանգ, խաղաղ, մարդը գնում է ներկուսակցական հավաքների եւ քարոզարշավը անունը դրել եւ ինչ որ կուկուրուզ, պերաշկի, ինչ որ այդ կարգի բաներ է ուտում եւ զվարճացնում ժողովրդին։ Կարծես տպավորություն է Տիկին Դիլբարյան, որ մենք տարածաշրջանից դուրս մի փառահեղ պետության մեջ ենք ապրում։ Երկրի հակառակ կողմում ենք։ Այո, եւ մեր երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանը, ասում է, այստեղ անունը տալիս ենք եւ ավարտում ենք թեման։ Ինչա լինելու մեր հետ, որովհետեւ այս անգամ էլ Աստծո վրա մեր հույսը դնենք, թե ոնց։ Ինձ թվում է, քանի չեն տեղի ունեցել ընտրությունները, ապա մենք ստիպված ենք ապավինել զուտ Աստծո, այսպես փրկարար աչին, որովհետև իրականում ինչ դուք ներկայացնում եք, մենք փորձում ենք, չէ, մեզ մխիթարելու համար հումորի, այսպես վերածել, բայց իրականում ողբերգություն է, որովհետև ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև արտաքին գործերի նախարարը երջանիկ նստած էր Նազելի Բաղդասարյանի կողքին, այդ ուրախ ավտոբուսում, այո, ես երջանկության եւ այնքան գիտեք զարմանալի էր, թե ինչպես կարելի է անտեսել իրականությունը բացարձակ, բայց ամենակարևորը չզբաղվել սեփական ուղիղ աշխատանքային պարտականություններով։ Ընդ որում դրանք այն մարդիկ են, որ մենք գիտենք ստանում են պարգևավճարներ, չափազանց մեծ հայկական աշխատավարձային եւ ընդհանրապես այդ վարձատրման համապատկերում եւ ասում են, որ իրենք շատ լավ են աշխատում։ Մենք գիտենք, որ նախարարների եւ ընդհանրապես վարչապետի այդ գործառույթները, որոնք սահմանված են սահմանադրությամբ եւ գրված է ու համապատասխան օրենքներով սահմանադրական, վարչապետը պատասխանատու է նաեւ այս խորհրդարանական պետության համար եւ արտաքին քաղաքական պետության անվտանգության ամեն ինչի համար եւ առավել եւս արտաքին գործերի նախարարը այդպիսի իրավիճակում չպետք է նստեր նախընտրական ավտոբուսում եւ երջանիկ ժպիտով, ինչպես դուք ասացիք, անգամ կարկանդակ գեղեցիկ բառը ներդաշնակել չի այն ամենի, ինչ որ իրենք էին այսպես ուտում կամ ցույց տալիս, եւ դրանից մենք կարող ենք եզրակացնել, որ երկիրը մնացել է բացարձակ աղղեկ։ Եվ այդ համապատկերում ես անմիջապես սկսեցի հետևել Ադրբեջանի նախագահի կայքին, պաշտոնական, եւ տեսա, որ ռմբակոծությունից ժամեր, անգամ ժամեր չէ, 1.5 ժամ հետո Իլհամ Ալիևի անունից տպագրվեցին անպատասխան կոչեր, ուղղված Միացյալ Նահանգներին եւ Իրանին, որտեղ ոչ թե ինչ որ ցավակցություն, որը կարծես ուշացումով հնչեց ուրախ ավտոբուսի մեր ներկայացուցիչների կողմից, այլ ուղիղ կոչ էր խաղաղության, բանակցային ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու, այսինքն Ադրբեջանը, որը հիմա եւս չէ թրիփի եւ այն խաղաղության խորհուրդը, որ կա Board of Peace կազմել է Թրամփը եւ որին ուղակի մասնակից է նաեւ Նիկոլ Փաշինյանը, արձագանքում էր, անհանգստանում էր որպես պետություն, գիտեք, ցավալին դա է, որ տարածաշրջանի երկու պետություններ, որոնք ուղակի Իրանի հարևաններն են, ընդ որում մեր պարագայում նաեւ գիտենք այնտեղ հայկական ինչպիսի վիթխարի համայնք կա, քրիստոնեական եւ Իրանում մեր քրիստոնեական համայնքը միշտ որոշակի արտոնություններ եւ այսպես պետության կողմից բարեհաճ աչոք է զարգացել, մեր նախարարությունը անընդհատ ինչ որ ասում էր, որ կապ չկա նրանց հետ, առաջարկում ենք դուրս չգալ, բայց գիտենք, որ հայկական եկեղեցու մոտ ուղակի պայթյուններ հնչեցին, այդ համապատկերում այնքան էր երևում, որ մենք այլևս պետություն չենք։
ու ես զգացի, որ ինչքան շատ է խոսում այս կառավարող վարչախումբը ինքնիշխանության մասին, այդքան այդ ինքնիշխանությունը անհետանում է։ Մարդիկ իրենց սահմանադրական ուղիղ պարտականությունները բացարձակ չեն կատարում։ Գիտեք, նախ պաշտոնական ընտրարշավը դեռ չի սկսվել։ Անունը դրել են ներքաղաքական, հա, ինչ որ, հա, անունը իհարկե ներկուսակցական, բայց իրականում ես տեսա նրանք գնում էին, մտնում էին մարդկանց խանութներ, իհարկե նաև նկատելի էր, որ քաղաքացիները շատերը զարմացած էին տեսնելով այդպիսի իրավիճակում վարչապետի եւ վարչապետի ճիշտ ասած ուրախությունն էլ ինձ համար շատ զարմանալի էր։ Նա բոլորովին նման չէր նաեւ ոչ միայն այնպիսի պետության ղեկավարի, որի ուղիղ հարևանությամբ, պատկերացնում եք, չէ, մի հրթիռ ենթադրենք շեղվի իր ուղեծրից, Աստված մի արասցե, ինչ ասես, կարող արդյոք եւ այնտեղ էր նաեւ Սուրեն Պապիկյանը։ Այո, պաշտպանության Իսկ ենթադրենք մեր ՀՈՊ-ը, հակաօթային պաշտպանություն, այդ ժամանակ ինչ որ մեկը ղեկավարում էր, փորձում էին հասկանալ, թե մեր օթային տարածքան վտանգ է, թե ոչ։ Այս մարդիկ, երբ որ մենք հայտարարում ենք կամ գրառումների տեսքով փորձում ենք սթափության կոչ անել, ասում են օրինակ Նիկոլ Փաշինյանը ինչ կարող է անել, որ չի անում։ Դե դա ես կարծում եմ, պետության ղեկավար։ Կա հասկացություն, այսպես fake ֆաբրիկա, որը 18 թվականից հետո, ինձ թվում է իրենք հիմա որ այս նոր ընտրությունների, որոնք բախտորոշ գոյաբանական նշանակություն կունենան, նախորդին իրենք չէ, ասում են հիբրիդային պաշտպանվենք հիբրիդային պատերազմներից, իբրև Ռուսաստանից էլի նկատի ունենալով, իրական հիբրիդային պատերազմով իրենք են եկել իշխանության։ Ես նաև գիտեք հանդիպեցի մի գրառման, ինչ որ տիկին, բայց մտա էջում ոչ մի բան չկար բացի Նիկոլ Փաշինյանի 1-2 նկարներից եւ Աննա Հակոբյանի, այդ կինը գրել էր, երբ որ մեր 44 օրյա պատերազմն էր, Իրանը ինչ արեց այդ այաթոլան, այս զոհված այաթոլայի նկատի, հա, հիմա էլ ասում եք Նիկոլին ինքը տենց զայրացել էր, էլի, գրում էր ինչ անի, մարդը գնացել է հանդիպումների։ Դա դասական մարդկանց ուշադրությունը շեղելու եւ հետո այդ նույն բառերով, այսինքն նույն բովանդակության այլ գրառումներ տեսա, այլ անուններով օգտատերերի մոտ, որոնք այդպես արձագանքում էին այն բոլոր հանրային հասարակական կամ լրագրողներին կամ սովորական քաղաքացիներին, որոնք ամոթանք էին տալիս թե դուք ի վերջո աշխատավարձ եք ստանում, դուք ընտրվել եք։ Այսինքն իրականում, տեսեք, նախընտրական շրջանում իրենք կարծես ծաղրում էին ընտրողներին, որ տեսեք կարող է ձեր կողքին այդպիսի վտանգավոր պատերազմ լինել, ընդ որում հաշվի առնենք, որ չէ, կարող է հայկական գաղութը մեր գաղթօջախը վտանգվել, չոր հոսք լինել։ Բացի դրանից ամենտեղից լսվեց, որ եւ ռուս զբոսաշրջիկների համար ամենահարմար ճանապարհներից մեկը դիտարկվում է դուրս գալու Հայաստանը։ Այսինքն փոխանակ այդ կարևորագույն հարցերը, ամենակարևորը հանդես գալ որպես պետություն, խաղաղարար, սիրում է, չէ, Նիկոլ Փաշինյանը հիշել Երանի խաղաղարարներին, չգիտեմ, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը, սաղմոսները արտասանել, բայց հենց այս պահերին նա օրինակ, երբ իրական վտանգ կա, ինքը միշտ մոռանում է այդ սաղմոսները եւ իրենք ուղակի աշխատանքային իրենց պարտականությունները թողած զբաղված են իմ կարծիքով շատ ցածր ՕԳԳ եւ ընդհանրապես ոչ մի առաջնային խնդիր չպարունակող հանդիպումներով եւ դա նման էր թատերականացված ինչ որ ներկայության։ Այո, մարդկանց համոզել, որ ամեն ինչ լավ է։ Գիտեք, մի զարհուրելի երգել կա, չէ՞, երբ ամբողջ ագարակը մարկիզուհու հրդեհվում է, նրան ասում են «Всё хорошо, прекрасная маркиза», ամեն ինչ լավ է, իսկ վերջում ինքը հայտնվում է որտեղ ամբողջովին հրոճարակ դարձած իր տարածքում։ Այսինքն ես համոզված եմ, որ բնակչության ողջամիտ եւ մյուս հատվածը ծայրահեղ իրականում զարմացած էր։ Եվ նաև այնտեղ մի քաղաքացի կար, չէ, որը կարծես չճանաչեցել։ Նույն երևի չհավատաց, որ դա Նիկոլ Փաշինյանն է։ Բայց ասես մարդ եմ, կարող եք բարևել։ Հա, եւ ես իհարկե այդ մարդու երանի տվեցի, որովհետեւ ես թվում է նա այնքան չէր հավատում, որ այս պահին կարող է Նիկոլ վարչապետը ելնել բանում, այլ ասաց ես մարդ եմ, կարող եք բար, բայց հետաքրքիր էր, երևի եթե Նիկոլ Փաշինյանը բացատրի, ինքը կասի, որ այստեղ ինքը ոչ թե որպես վարչապետ էր գնացել, այլ որպես մարդ։ Հիշում եք, չէ՞, Սոնա Մնացականյանի պարագայում ինքը ասաց, դա ես չեմ, իմ մեքենաները չեն, դա վարչապետի մեքենաներն են։
անվտանգությունն է վրա երթի ենթարկել եւ սպանել այդ հղի կնոջ։ Եվ ինչպես նկատեցին Տիկին Դիլբարյան, անցած Կիրակի, ինչպես մյուս բոլոր Կիրակիները պատարակների էր, հա, մասնակցում ես մարդը, հատկապես այն կեղծ պատարակների, որտեղ որ վեհապարի անունը զեղչվում էր։ Այս Կիրակի բաց թողեց։ Գուցե եկեղեցու թեման այս իրավիճակում նախընտրական, հա, այս իրավիճակում մի կողմ է դնում, որովհետև հասկանում է, որ ժողովուրդը այնուամենայնիվ եկեղեցու թեման ծանր է տանում եւ իր ընտրազանգվածը պակաս։ Գիտեք, անկեղծ իմ ձևակերպմամբ առայժմ ներքաղաքական ոլորտում, արտաքին քաղաքական ոլորտում բացարձակ պարտությունների շարան է Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական կամ ներհանրային ոլորտում ներհայաստանյան առաջին լուրջ պարտությունը, որ կրել է, դա եկեղեցու դեմ սանձազերծած իր պայքարում է։ Իրականում, գիտեք, ինքը շատ լավ է հասկանում, որ ինքը պարտվել է։ Իր այդ օրակարգը, հապշտապ, նոր, չգիտեմ, կաթողիկոս, այո, ավազանի անունով կոչել, նվաստացնել իր կարծիքով էլի վեհապարին եւ այսքան հոգեվորականներ երբևէ ներքաշված է եղել քրեական գործերում եւ մեկուսացված ազատությունից, իր առաջին լուրջ պարտությունն էր եւ հիմա ինչպես ասում են վիրավոր չէ վիրավորը դուրս է գալիս պայքարից եւ վերցնում է ժամանակավոր հրադադար։ Ես կարծում եմ զարգացումները կգնան եւ մի մոռացեք, սրանից առաջ ինքը մասնակցեց, չէ, այսպես պատարակի, որտեղ չզեղչվեց կաթողիկոսյանը։ Ինքը հասկացավ, որ երբ արդեն նախ ում ձերբակալի արգելեց քրեական գործ վեհապարի դեմ հարուցված է, վեհապարները ազատությունից զրկված են, եթե անգամ ծանրագույն երկու վիրահատություններից հետո չէ Միքայել Աջապահյանը մեր գերաշնորհ arczepiskopos-ը տնային կալանքում է, Արշակ Սրբազանը չես հասկանում այդ մարդը ինչու է ազատազրկված եւ ընդհանրապես այդ ինչ մեղադրանքներ են իր դեմ, հիմա ինքը նոր գործիք չի գտնում։ Ենթադրենք մի գործիք կարող է լինել վեհապարին այսպես կալանքի որպես խափանման միջոց կալանքի ընտրությունը, բայց դա էլ այս իրավիճակում կարող է ծայրահեղ բացասական արդյունք ունենալ եւ նախընտրական այս տրամադրությամբ ես կարծում ինքը ժամանակավոր հրադադար է վերցրել։ Գիտեք, ժամանակավոր հրադադար վերցրեց նաեւ թոշակառուների հետ իր այդ պայքարում, ավելի ճիշտ թոշակները ավելացնելու դեմ այդ իր ունեցած ամբողջ գործիքակազմը տեսեք մի կողմ դրեցին ու շատ զարմանալի բան է տեղի ունեցել, ասում են թոշակները բարձրացնում ենք, չէ, բայց այդ գումարը չկա բյուջեում։ 26 թվականի պետբյուջեում, հա, արտաբյուջետային, դուք հասկանում եք, չէ, այդքան կենսաթոշակառուների գումարը բարձրացնել արտաբյուջետային, այդ որ արտաբյուջետային միջոցների հաշվին։ Տնտեսագիտորեն եւ պետության կառավարման տեսանկյունից կատարվել է մեծագույն անթույլատրելի գործունեություն, օրենքի խախտում, որովհետեւ դա միանգամյա միանվագ բան չէ։ Չէ, բայց ես նաև կասկածներ ունեմ, որ իրենք մտածում են, թե այսպես բարձրացնենք, հետո կանցնի այդ, չէ, ապրիլին, հետո կգա հունիսի 6-ը, դրանից հետո միանգամից կասեն, դե բյուջեում գումար չկա, որովհետև իրականում, իրոք բյուջեում այդպիսի գումար նախատեսված չէ։ Եվ այն տարօրինակ պնդումը, թե մեր տնտեսական աճ այնպիսին էր։ Տեսեք, եռամսյակը չի ավարտվել։ Փետրվարն է, չէ։ Եռամսյակը հունվար, փետրվար, մարտ։ Մարտին պիտի ավարտվեր, որ իրենք հասկանային, թե իբր այդպիսի ինչ որ շենշող տնտեսական աճ ունեն, հա, որ ստեղծվել են այնպիսի բյուջետային միջոցներ, որ այդքան կենսաթոշակառուների աշխատավարձը կարող են, թոշակը կարող են բարձրացնել։ Տնտեսագիտորեն բացարձակ չհիմնավորված եւ ըստ էության օրենքը խախտող որոշում է, որից ես ենթադրում եմ, որ իրենց հաշվարկային է, որ եթե ինչ որ հրաշք տեղի ունենա, իրականում հրաշք չէ, արտառոց դեպք մեզ համար սպառնալի եւ իրենք վերընտրվեն, նորից կվերադառնան նույնին։ Որովհետև չկան այդ գումարները։ Դե սա նաև կեղծարարության, նաև կաշառք որպես այդպեսին, իրականում տեսեք, իրանք օրենք ընդունեցին, չէ, որ այդ նախընտրական շրջանում նման, չգիտեմ, խոստումները կամ քայլերը, դրանք ընտրակաշառք են։ Տեսեք, եւ մարդիկ կան ձերբակալված, օրինակ խեղճ է, ոչ միայն ձերբակալված, այլ կալանքի, խեղճ Խաչիկ Գալստյանը, այդ մարդը սկզբից ընդհանրապես ընտանիքից էլ հեռու էր, հիմա էլ տնային կալանքում է, մեկուսարանում էր եւ էլի ինչ որ բաներ խոսեցին, բայց սա ուղակի ընդ որում, բայց հասկանում եք, դա բազմամիլիարդ ընտրակաշառք էր։
ընդ որում բյուջեում չնշված գումարներով, շատ կասկածելի եւ պարզե որ դա 1 ամսյա կամ 1-2, չգիտեմ, առավելագույնն է, այո, հասկանալ եւ մտածել, որ այդ գումարները դրսից են գալիս։ Դա ուրեմն պետք է ցույց տաս, իսկ այդ ինչ գումարներ են։ Ինքը ամեծացնում է մեր առանց այնել արտաքին աճած պետական պարտքը, բայց ուր է ինքը ում հետ է ստորագրել, որ հիմնադրամի կամ դրսի որ բանկի պետության կողմից է այդ գումարը ստացել։ Իսկ գուցե դա օտարերկրյա ուղիղ կոպիտ ազդեցություն է մեր ընտրությունների վրա, ժողովրդավարական երկրում չի կարող այդպես լինել։ Իմ կարծիքով ընդդիմության եւ ազգային ուժերի հաղթանակի պարագայում առաջին օրենքը ես օրինակ շատ բարձր եմ գնահատել Վրաստանի այդ քայլը օտարերկրյա ուժերի այդ թափանցիկության դեմ օրենքը որ ընդունեցին։ Ինչքան էլ որ իրենք փորձում են ընդդիմանալ։ Իհարկե, ես հասկանում եմ դրանից հետո ցույցեր դրանք հրահրված էին, բայց ում կողմից այն պետությունների, որոնք ուզում էին միջամտել Վրաստանի կառավարմանը, չհարգելով վրաց ժողովրդի կամքը, ուղղորդել այդ կամքը։ Ցանկացած այդպիսի մեծ գումարներ օտար պետությունների կողմից դա ուղղակի միջամտություն է։ Դրա համար հիմա իրենք եթե ուզում են այսպես մաքուր եւ ապացուցել որ սահմանադրը, իրենք պետք է ասեն այդ ինչ հեքիաթներ են։ Երամսյակը ինչպես ասի չի ավարտվել, դուք ինչ կամ ուր է այդ տնտեսական աճը, ինչ որ չի երևում այդ տնտեսական աճը։ Դրա համար պետք է պահանջել, ես օրինակ ցավով տեսնում եմ, որ մեր քաղաքացիական հասարակությունը Արթուր բացարձակ պահանջկոտ չէ։ Մարդիկ դուրս չեն գալիս պահանջելու։ Դե քաղաքացին մեջ թույլ է նստած ամեն դեպքում։ Չկարողացան գել եւ իրենք եկան ավելի ճնշեցին։ Ասացին 3 միլիոն տեսեք, կուսակցությունը կոչվում է քաղաքացիական պայմանագիր, չէ՞, բայց իրականում դա դարձավ թիմակիցների պայմանագիր, ընդդեմ քաղաքացիների։ Քաղաքացիներից գաղտնիքներ, նրանց շահերի փակում։ Հիմա պետք է մարդիկ ելնեին եւ քաղ հասարակություն ներկայացնող մարդիկ պահանջեին իսկապես հրապարակել տնտեսագիտորեն, ոչ թե պատմել հեքիաթներ, էլի, չգիտեմ, երկնիշ կամ չկա այդ աճը։ Վերջերս նաեւ Դե հիմա այս մարդիկ 8 տարվա մեջ 8 միլիարդ պարտք, հա, պետական պարտք ավելացրեցին մեր Հա, բայց գիտեք, թուղթել չկա ըստ որի նոր համաձայնագիր, որով իրենք ենթադրենք, չգիտեմ, համաշխարհային բանկից կամ որևէ այլ արժույթի միջազգային հիմնադրամից, այո, ուրեմն դա սերտով է։ Ասացին, որ 9 միլիարդ ինչ որ։ Դե դա հեքիաթ էր։ Վենսը ինքը դա ոչ թե միլիարդ գումար էր, ինքը ասում էր, որ դա հնարավորություն է, օդանավական, երբ մեր լրագրողները ճիշտ ասած սոսնձվել էին Վենսին եւ պահանջում էին կոնկրետ թվեր, այդ մարդը մի կերպ բացատրում էր, որ դա հնարավորություն է։ Հնարավորությունը բոլորովին ուրիշ բան է, առայժմ այդ հնարավորությունների դրսևորումը չկա։ Դե իրանք ամեն դեպքում ներկայացրեցին, որ ճամփորդներով եկել է Վենսը, ահա փողերը եւ հիմա մենք փորձենք եւ հիմա կբացվի Նյուրասյուկին այդ այսպես Օստապ Բենդերի կառուցած, չէ՞։ Մենք հիմա մեր հաղորդման մեջ լիովին իրավունք ունենք, որպես Հայաստանի Հանրապետության իրական քաղաքացիներ, ասել, որ իրենք պետք է հրապարակեն եւ քանի ամսվա գումար կա որ հետո հանկարծ չանցնի էլի 1 ամիս ասեն գիտեք փողը վերջացավ հարգելի կենսաթոշակառուներ դուք էլի դարձած չեք իմանա այո դուք վերադառնում եք ձեր նախկին թոշակին որովհետև այսպես Տիկին Դիլբարյան այնուամենայնիվ ընդդիմությունը пассив դիրքերում է ինչու որովհետև դուք մի հատ պատկերացրեք եթե Նիկոլը 2 օր ոչինչ չանի երկրում մեր քաղաքական իրավիճակը ներքին ինչ քաոտիկ ոչինչ չենք ունենալու քննարկելու այսինքն ընդդիմությունը որպես այդպեսին օրակարգային թելադրող ոչ միայն թելադրող չի օրակարգ ձևավորողել չի դրանք հումանիստներ են մենք հիմա այս իրավիճակում երբ որ նորից վերադառնում ենք Իրան մենք ունենք այնտեղ լիքը այսպես բավականին շատ հայեր եթե վերադարձ լինի մենք արդյոք այդ մարդկանց կարող ենք տեղավորել եւ այդպես լիքը տարբեր ներքին եւ արտաքին հարցեր որը ինքնիշխանության զարհուրելի հանձնում կա մենք այլևս չգիտեմ ապրում ենք մի պետության մեջ որի ղեկավարները ամբողջ օրը բղավում են, որ իրենք լեգիտիմ են, բայց բացարձակ չեն զբաղվում այդ պետության, եթե պետությունը նավ անվանենք, ապա մենք մի աննավապետ նավի ենք,
վերածվել։ Նավապետը զբաղվում է ամեն ինչով, կարող է, չգիտեմ, գնալ ման գալ իր ամբողջ նավով, տախտակամածով, հյուրասիրություններ կազմակերպել ու չզբաղվել։ Ցավոք սրտի ընդդիմությունը եւս։ Դե տեսեք, ինչու Նիկոլ Փաշինյանի վարչախումբը կարողացավ այսքան երկար անգամ այդ ձախորդ պատմություններից, Արցախի հանձնումից, այդ կապիտուլյացիոն ցավոք սրտի էլի մեր անձնատվական զարհուրելի վիճակից հետո ոչ միայն գոյատևել, այլև դառնալ դրսի ուժերի համապատասխան գործընկերը, իրենց ձեռնտու այսպես գործընկերը, որովհետև ընդդիմությունը չէր իրականացնում համառորեն իր հիմնական առաքելությունը ցույց տալ հակառակ օրակարգը։ Իհարկե ես հուսով եմ, որ այս նախընտրական շրջանում ինչ որ այսպես շարժեր կլինեն եւ ենթադրենք, չգիտեմ, այդ երաշխավորված խաղաղության դրույթը, որ այժմ շրջանառության մեջ է, էլի շատ կարեւոր է։ Ես սպասում եմ, որ մնացածները եւս, այսինքն մեզ հիմա պետք են մեծ օրակարգեր։ Օրինակ մեր ձևով խոսում է տնտեսության մեջ կատարվող ինչ որ դրական կարեւոր բարեփոխումների մասին, բայց շատ կարեւոր է նաեւ անվտանգային միջավայրում։ Ընդ որում դա պետք է լինի հստակ կարգախոսի եւ գաղափարաբանության տեսքով։ Եվ իմ համոզմամբ մենք պետք է նաեւ տեսնենք այն մարդկանց, ովքեր այդ գաղափարախոսությունը իրականություն կդարձնեն։ Այդ դեպքում այն ընտրողները, որոնք ոչ մի ընտրության, անգամ 18-ի ընտրության չեն մասնակցել, իրենք դուրս կգան իրենց սենյակներից։ Եվ մենք իսկապես կունենանք 1.5 միլիոն ընտրող, ես ասեմ 1.5 միլիոն ընտրողի դեպքում, այսինքն եթե մենք 60 եւ ավելի տոկոս մասնակցություն ունենանք, ապա այս վարչախումբը տապալված է, որովհետև մարդիկ այսպես այդ պասիվ կոչված էլի բողոքը իրենք ասում են մեկ է ոչինչ չի փոխվելու, այսինքն նայում են, տեսեք թիմերը ընտրական, ասում են, նո արդեն 3 կենտրոն կարծես ձևավորվում է, այսինքն մեր ձևով շարժումն է, Հայաստան, ենթադրյալ կարծում եմ անունը կպահպանեմ, չգիտեմ, այսինքն Դաշնակցություն Քոչարյան այսպես դաշինքն է, եւ հայտարարվեց, որ հայակվեն եւ միասնության թևերը, այսինքն Թաթոյան եւ Չալաբյան այսպես դաշինքը, ու այդ առաջարկ Հայաստանին տրամաբանության մեջ էլ, այո, Գագիկ Սարոկյանի։ Առայժմ մենք ունենք 3 այսպես, եթե կարելի է արտահայտվել Դիմադիր, դրանք իհարկե դաշինքներ չեն, որովհետև դրա մասին խոսենք, օրինակ Գագիկ Ծառուկյանը խոսում է այն մասին, որ ինքը ԲՀԿ-ով է գնում, այսինքն 70 ԲՀԿ 30 ներգրավված, միասնության թևերն էլ դեռ չի ասել, որ իրենք դաշինք են։ Առայժմ դաշինքային, չգիտեմ, ինձ թվում է Հայաստանն էլ կարող է այս պարագայում դաշինք չլինի, ճակերտներում այդ Հայաստան նկատի ունի Դաշնակցություն եւ Քոչարյան, որովհետև տեսեք, վերածնվող Հայաստան կուսակցությունը դուրս եկավ, չէ, Հայաստան դաշինքից եւ առայժմ այնտեղ որպես կուսակցություն մնացել է միայն Հույդան։ Ինքը Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն չունի, այսինքն նկատելի է եւ նույնը մեր ձևով ասում է շարժում, բայց իրականում նրանք ուժեղ Հայաստան կուսակցությունն են, չէ, ներկայացնում, որը նաեւ ինչպես տեսնում ենք փակ է, այսինքն նրանց շուրջ միավորում էլ չկա։ Բայց իրականում բոլոր սոցիոլոգիական կամ ֆոկուս խմբերի հետ հանդիպումները ցույց են տալիս, որ ներունակ ընտրողները ուզում են միասնություն։ Միասին շարժումը ինչա պատրաստում։ Միասին շարժումը արդեն հայտարարել է, որ մենք պատրաստ ենք որոշակի ձևաչափերում մասնակցել ընտրությունների, բայց ոչ միայնակ։ Ելնելով նաև մեր անվան խնդրից, դաշինքի ձևաչափով այն։ Դաշինքի կամ, չգիտեմ, միասնական, եթե հնարավոր է, դաշինքային իհարկե միակ տարբերակը չէ, այսպես մասնակցելու, դա ընտրացուցակներում որոշակի մարդկանց, ընդ որում հստակ դերակատարների եւ ամենակարևորը հստակ օրակարգերի առկայությունն է։ Այս տեսանկյունից շարժումը իր աջակցությունն է հայտնել առաջարկ Հայաստանին ծրագրին, այնտեղ երաշխավորված խաղաղության, վերականգնվող Հայաստանի եւ հետագայում, բայց դա դեռ աջակցություն է ծրագրին, այսինքն անկեղծ ասեմ մենք ցուցակի վերաբերյալ որևէ բանակցությունների մեջ դեռ չկանք, որովհետև կա հստակ համոզում, որ ընտրական ցուցակները ընդհանրապես գործիք պետք է լինեն, բայց այդ գործիքն էլ պետք է բարձր վստահության արժանանա։ Հիմա հասարակությունը իսկապես սպասում է ծրագրի,
Եվ իմ հանդիպումները նաև ցույց են տալիս, որ գիտեք այդ փրկչա որոնումը, այսինքն փրկչի որոնումը կամ այդ կորուսյալ փրկչի հայտնության գաղափարը աստիճանաբար նահանջում է, որովհետև բոլորը հասկացան, որ պետք են կարողունակ մարդիկ, կարողունակ ծրագրով։ Առայժմ իհարկե ամեն ինչ ճիշտ է, շուտ արդեն մարտ ամսվա մեջ ենք, հա, իրականում մինչև ամսվա վերջ բոլորի օրակարգերը պետք է հստակ լինեն։ Եվ եթե օրակարգերը հստակ լինեն, գալիս է երկրորդ, բայց նույնքան կարևոր խնդիրը, արդյոք այդ օրակարգերը իսկապես իրականացնելու ունակ մարդիկ կան, որովհետև կուսակցություններից դուրս էլ դուք գիտեք կան տարբեր շարժումներում կամ ոչ շարժումներում արհեստավարժ եւ կարողունակ մարդիկ, որոնք ունեն հանրային վստահության որոշակի աստիճան, բայց իրենք միայնակ ենթադրենք չեն կարող մասնակցել այդ ընտրություններին, այո, կամ ոչ էլ ունեն այդպիսի նպատակ։ Դուք նկատած կլինեք մասնագիտական բարձր որակներ ունեցող մարդիկ հաճախ այդպիսի սեր բուրըն քաղաքական գործունեության հանդեպ չեն էլ ցուցաբերում։ Այսինքն նրանք պատրաստ են ինչ-որ ներգրավվել, բայց իրենք ծավալել եւ ստեղծել այդ նոր ուժեր, որի համար գիտեք եւ տիտանական ժամանակ է պետք եւ վիթխարի միջոցներ, իրենք պատրաստ չեն եւ դա արդյունավետ չեն համարում։ Ես ասեմ մոտ 2 շաբաթից ամենաուշը մենք կհասկանանք ինչ ունենք։ Բացի դրանից անկեղծ միասին շարժումը նախատեսում է, ուզում ենք այսպես հենց մարտի մեջ այս առաջիկա շաբաթ քննարկում կազմակերպել ընտրական տեխնոլոգիաների վերաբերյալ։ Դա շատ կարեւոր հարց է։ Դուք տեսնում եք, որ քաղաքացիական պայմանագիրը նաեւ դրսի ակնհայտ ջանքերով հստակ գալիս է ուղեղների, սրտերի, մտքերի այսպես կողմնորոշման, իրականում լվացման շատ գործուն, այո, շատ գործուն միջոցներով։ Հիմա բոլորը խոսում են, ենթադրենք, չէ, այսպես լեզվի վրա մոլդովական սցենարն է։ Հա, ասում են կկրկնեն մոլդովական սցենարը, բայց ոչ մի ընդդիմադիր ուժ դեռ չի բացատրել, լավ, իսկ դուք մոլդովական սցենարի դեմ ինչ ունեք։ Իսկ դուք ունեք ձեր սցենարը, իսկ այդ հայկական սցենարը հակահարվածը կա թե ոչ։ Եվ ես կարծում եմ ինչու միայն հակահարվածը։ Տեսեք, ասում են, որ Հայաստանը պետք է պաշտպանունակ պետություն լինի, հարձակվող չլինի։ Լավ, ենթադրենք, բայց քաղաքականության մեջ դու նախահարձակ պետք է լինես։ Ընդհանրապես հարձակումը պաշտպանության լավագույն միջոցն է։ Եվ դրա համար մենք այդ քննարկմամբ ընտրական տեխնոլոգիաների ուզում ենք նաև եւ ընտրողներին կողմնորոշել եւ քաղաքական ուժերին բոլորին էլ հրավիրելու ենք, անկախ նրանից իրենք մասնակցելու են այս ընտրություններին կամ ինչ ձևաչափով են մասնակցելու։ Ի վերջո ես հասկանում եմ, որ շատերը անգամ չմասնակցելով հայտարարում են իրենց աջակցությունը ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Եվ գիտեք, անդհատ այդ միտքը, չէ, փորձում են քննարկել, ասել, որ փոքր ուժերը մտնում են, իսկապես նրանք ձայները տրոհում են, բայց դուք հիմա պիտի հասկանաք, որ բայց միայն չմտնելը բավարար չէ։ Հասկացանք, չես մտնում, չես տրոհում, բայց ինչով ես օգնում, ինչպես ես հակադրվելու։ Այսինքն մենք նաև քաղաքական տեխնոլոգիաների, այո, եւ քարոզչության շատ կարեւոր խնդիր ունենք։ Բացի դրանից մի հզոր նպատակ կա, անգամ եթե այդ 3 կենտրոն, պայմանական այդպես ասենք, 3 խոշոր ընդդիմադիր կենտրոն է, չէ, ձևավորվում, այդ 3 ընդդիմադիր կենտրոնը ինչպես է իր հետ հարաբերվում։ Կամ եթե նրանց միանում է 4-րդը, մենք գիտենք, որ հանրապետականն չէ, երրորդ նախագահը հայտարարեց, որ իրենք անցողիկ են, բայց դեռ չեն որոշել, չնայած ակնհայտ է, որ իմպիչմենտի գաղափարաբանությունը, որ ժամանակին ինձ թվում էր ոչ վատ գործի, արդեն փակ է։ Դա վաղուց անցյալ է։ Դա ասում են, որ վերջի օրով էլ հնարավոր է սահմանել։ Դե վերջի օրով է, բայց վերջի օրով դա սխալ է։ Վերջի օրով, գիտեք, դա ստացվում է, որ այդ կուսակցությունը լուծում է իր անձնական խնդիրը։ Եվ մի հարց, տեսեք, ինչպես են իրար հետ հարաբերվում։ Նույն ընդդիմադիր դաշտում գործողներից ոմանք եւ նաեւ իրենց հզոր ընդդիմադիր համարող մարդիկ ինչ որ կատակների, բայց ցինիկ, շատ բացասական ձևով իրար վարկաբեկում են։ Դա շատ վտանգավոր իրողություն է։ Սկսում են ինչ-որ էժանագին բաներ։ Դուք տեսնում եք, չէ, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի թիմն է իր ընդդիմադիրներին քննադատում, որը ենթադրենք բնական է, չէ։ Եթե դուք այդ զարհուրելի թիմից եք, բնականաբար պետք է քննադատեք մյուսներին։ Բայց ես տեսնում ընդդիմադիր դաշտում մարդիկ ուզում են իրար սևացնել, ուղակի ինչ-որ սոցցանցերում նողկալի նաև գրառումներ կատարելով, չգիտեմ, ինչ-որ բաներ հիշեցնելով, վարկաբեկելով
տալով ընդդիմադիր գործիչներին։ Դրա համար երկարևոր է պայմանավորվել։ Լավ, եթե անգամ մեկ դաշինքով չենք գնում, ենթադրենք, մենք պիտի պայմանավորվենք ընդհանուր վարքականon եւ նպատակ պիտի լինի։ Իրար չհարվածել եւ իրար հաշվին հասկանում եք, դա շատ էժան բան է, իմիջիալոց շատ անարդյունավետ։ Ես ես ասեմ, ենթադրենք, եթե այդ X ընդդիմադիր ուժը Y-ի մասին վատ բաներ է ասում, դա միայն խոսում է իրենց տեխնոլոգիական եւ քաղաքական չխուսափեմ այդ բառից, տխեղծության մասին, որովհետև վարկաբեկելով դու այդ մարդկանց քո դաշտ չես բերում։ Միևնույն է, այդ մարդիկ քեզ չեն ընտրելու, բայց իրենք ենթադրենք հույսը կորցնում են այդ նոր ձևավորվող կան հին ձևավորված ուժի հանդեպ, եւ դու դրանով ավելի շատ ես օգնում Նիկոլ Փաշինյանին, քան եթե 1-2 ուժեր մտնեին այդ ընտրապայքարի մեջ։ Այսինքն հստակ, ես ասեմ, առաջին նախագահը, չէ, Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ միավորման այսպես ուժեր բանակցությունները անհաջողությամբ են ավարտվել, հիմա դրա հնարավորությունը ունի Սամվել Կարապետյանը, ցավոք Սամվել Կարապետյանը գիտեք տնային կալանքում է, ինքը հրապարակային ելույթներ չունի, այդ ելույթն էլ ցավոք արհեստական բանականությամբ էր ստեղծված, որտեղ ասացին, որ իրենց ըստեյության չեն հստակ արտոնել էլ, իդեպ դրանից հետո կարող են իրոք կալանքի միջոց փոխվել։ Այո։ Դրա համար եկեք, չէ, ասեմ էլի դա, պետք է հստակ հենց հիմա, գիտեք, մարտի կեսերից ոչ ուշ պայմանավորվել, որ ընդդիմադիր բոլոր ուժերը միմյանց հանդեպ դրսևորում են հարգանք եւ զսպվածություն։ Եվ երկրորդը միասին պետք է վերահսկեն կանխելու համար բոլոր հնարավոր ընտրական մանիպուլատիվ խախտումները։ Դա օրինակ այս մարդիկ, հա, ովքեր որ այսօր ազգային ժողովում են եւ մեծամասնություն են կազմում, իրենք օրինակ ինչի պիտի հիմա մասնակցեն ընտրություններին։ Իրենք 5 տարի նստեցին ազգային ժողովում, որոշեցին, որ պիտի գնանք Նիկոլին հեռացնենք, Նիկոլին չեն հեռացրել, իրենք պիտի բարոյականություն ունենան դաշնակներով եւ այդ գլխավոր դեմքերով, իրենք չդնեն իրենց տեխնացությունը, որովհետև ժողովուրդը հենց իրենք են ընդդիմության անունը հանում։ Եվ շատ անգամ, ինչպես ասացիք, սպասարկել են, չէ, Նիկոլ Փաշինյանի օրակարգը կամ նրա վառած հրդեհների շուրջ ենթադրենք եւ վերջ-վերջ այդ մարդիկ կարող են, չէ, մի քիչ այո, բարոյականություն ունենալ եւ այս անգամ չմասնակցել, բայց ասել, որ մեր մարդիկ, ովքեր որ մեզ նախընտրում են կամ չգիտեմ, մեզ հավանում են, մեր ձայնը տանք, ասենք, տրամաբանորեն եւ նոր բարոյական առումով դեմքեր կան, այդ մարդիկ ճիշտ միտք եք արտահայտում, բայց դա անհնար է։ Մենք հիմա պետք է ելնենք արկա արչելու այդ մանդատագողությամբ զբաղվել ընդդիմության կողմից։ Նրանց լսեք, իրենք բոլորը ցնցիչ առաջարկներ ունեն եւ ցնցիչ փրկիչներ են։ Այո։ Քաղաք ունենք այն, ինչ ունենք, Արթուր ջան։ Հիմա կա գոյաբանական մենք մեկ խնդիր, ես պատրաստ եմ անգամ հաշտվել այդ ուժերի հետ, բայց այն պարագայում, եթե իսկապես մինչև մարտի վերջ ստորագրվի պաշտոնական հուշագիր, որ ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերը սահմանում են, որ իրենք պայքարում են, ապա ոչ թե անձերի դեմ, այլ ապազգային եւ օտար շահը սպասարկող քաղաքական այդ ուժի դեմ, այսինքն քաղաքացիական պայմանագրի դեմ եւ առաջ են քաշում ազգային օրակարգ։ Դա պետք է հստակ սահմանվի։ Երկրորդ պետք է ասվի, որ միասին բոլոր ուժերով, այսինքն դու չպետք է հսկես միայն թե ենթադրենք, չգիտեմ, քո քաղաքական ուժի ձայներն են կեղծվում, թե ոչ։ Համագործակցայնությունը եւ ամենակարևորը նաեւ հետընտրական շրջանում, որովհետեւ մենք չենք կարող բացառել հետընտրական տարբեր զարգացումներ։ Այսինքն ընդդիմության բոլոր ուժերը ընտրություններին մասնակցող պետք է իրար հետ համագործակցված աշխատեն։ Եթե դա չի լինում, ապա նշանակում է մենք մեծացնում ենք եւ իրական ենք դարձնում ըստ էության օտար շահը սպասարկող եւ անարդյունավետ քաղաքական ուժի վերարտադրությունը։ Ուրեմն կեղծ են այդ բոլոր պնդումները, որ իրենք գալիս են, չգիտեմ, փոխելու եւ այլն, եւ այդ դեպքում իրոք մենք կկարողանանք մտնել եթեր եւ ասել, որ իրենք սպասարկում են իրենց անձնական շահը։ Հիմա դեռ ժամանակ կա եւ մենք կարող ենք կոչ անել բոլոր քաղաքական ուժերին իսկապես ստորագրել այդպիսի հուշագիր, որ մեր նպատակը Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության եւ պետականության այսպես սահմանադրականության վերականգնումն է։ Սահմանադրական կարգը Հայաստանում վտանգված է։ Եթե մտնում ես ընտրությունների, դու ուզում ես վերականգնել այդ սահմանադրական կարգը եւ կառուցել իսկապես ազգային շահի պաշտպանության համար
գործող պետություն եւ ոչ թե պետականատիպ ինչ-որ միավորում, որը ապրում է օտար օրակարգերով։ Օրինակ Ադրբեջանն ասում է փոխեք ձեր սահմանադրությունը, շտապում է գտնել հիմնավորումներ, ասում է մի օգտագործեք Արցախ բառը եւ Արցախ բառը չես օգտագործում, չես խոսում, տեսեք տեղի ունեցել մի փոքրիկ դրական բան, որ Սումգայիթի տարելիցին, այդ զարհուրելի ցեղասպանական գործողության տարելիցին արտգործնախարարությունը հայտարարություն կատարեց թվերով եւ բայց այնտեղ էլ չէր նշված, որ չէ մենք պիտի պահանջատեր լինենք, ոչ միայն նշենք, որ ջարդեր են տեղի ունեցել, միջած պետք է գրել, որ դա ցեղասպանություն է, ցանկացած միջազգային օրենսդրությամբ Սումգայիթում մարդիկ սպանվել են իրենց ազգային պատկանելության պատճառով եւ տարբեր մարդկանց գործիչների կողմից եւ Հասան Ջալալյանը բերեց ուղիղ վկայություններ, որտեղ ջարդերին մասնակցած ադրբեջանցի հանցագործը ասում էր դե իրենք հայեր են, մեր թշնամիներ են, այսինքն ինքը խոստանում է, որ սպանել է մարդկանց միայն իր ազգային պատկանելության համար, դա ցեղասպանության առաջին ուղիղ ցուցիչն է։ Մենք պիտի ասենք, որ մենք պահանջում ենք փոխհատուցում։ Ադրբեջանը ամբողջ օրը գոռում է, որ ինչ որ հորինել է այդ խոսույթ կեղծ պատումով արևմտյան Ադրբեջան։ Ես էլ ասում եմ, մենք էլ ունենք Մերձկասպյան Հայաստան, ամբողջ այդ Մերձկասպյան տարածքում, նաև Բաքվում, միշտ ապրել են հայեր, կառուցել են այդ ամբողջը կան, ես էլ ասում եմ, այդտեղ կներեք էլի, այնտեղից գնացած մեր հայերը, ասում են շուրջ 600,000 իրենց Ադրբեջանի վերջին էլի Մարտահրամարի այդ սովետական շրջանի տվյալներով, այնտեղ ապրել է շուրջ 600,000 հայություն։ Հիմա այդ 600,000 հայությունը, որը արտաքսվեց, նաև արդեն ոչ միայն Սումգայիցից հետո գիտեք, Գանձակը տեղի ունեցավ, այդ ջարդերը, դրա գագաթնակետը Բաքուն էր, բայց քաղաքացիները երեխաներ են ունեցել, թոռներ են ունեցել, չգիտեմ, ծոռներ են ունեցել, այո, նրանց այդպես որ հաշվում ես, միլիոնից ավելի ՀՀ քաղաքացի, որը բնիկ ապրել է հենց այո, Մերձկասպյան Ադրբեջանում կամ չգիտեմ, պատմական դիզակում, իրենք զրկվել են իրենց հայրենի հողում ապրելու իրավունքից, որոնց գումարվել է 150,000 արցախահայությունը, որ էլի զրկված է իր ծննդավայրում ապրելու եւ իր ստեղծած նյութական եւ հոգեվոր ժառանգությունը տնօրինելու իրավունքից։ Մենք խոսում ենք, որ Ադրբեջանը ամեն օր Ալիևի գլխավորությամբ միջազգային հանցագործի խոսում է 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Մենք տեսնում ենք կադրեր, որ ինչ որ ադրբեջանցիներ գալիս են Ամասիա, չէ, Ամասիայի այդ կադրերը որ հստակ տարածվեցին, ասում է սա իմ տունն է։ Դե ես էլ ուզում եմ գնալ Բաքու, ես իհարկե չէ, բայց իմ ամուսինը բաքվեցի է եղել, չէ, ես ուզում եմ գնալ, բայց ես Բաքվում անկեղծ ասեմ, սեփականություն չեմ ունեցել։ Իմ ամուսինը իր ամբողջ Գերդաստանով ծնվել են Բաքվում, ստեղծել են այնտեղ նյութական մեծ ժառանգություն, իսկ մենք ինչու դրա մասին չենք խոսում։ Այդ մարդիկ խոսում են, գիտեք, կան Ադրբեջանից իրական դա Ադրբեջան էլ չէր, դրանք բնիկ հայկական տարածքներ էին։ Այո, այդ Մերձկասպյան Ադրբեջանից բռնի արտաքսված եւ ցեղասպանությունից մազապուրց հայերը ունեն կազմակերպություններ, իսկ ինչու պետությունը նրանց չի հավաքում։ Իսկ ինչու ցուցակներ չեն ստեղծում։ Այո, բայց հիմա եկեք ասենք, որ դու ուրեմն մեր ղեկավարը չես։ Դու կատարում ես Ալիևի այսպես պարտադրանքը եւ մեզ էլ խափում ես, որ դու խաղաղություն ես բերում, բայց դա խաղաղություն չի, դա իրականում չպատերազմ է, այն էլ տարօրինակ չպատերազմ, որ ամեն վարքյան կարող է չէ վերածվի։ Ես շատ կարճ գիտի ժամանակի այդ բան ունենք սահմանափակ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամսի 8-ին արթնանալու ենք նոր Հայաստանում, հունիսի 8-ի մասին խոսքը։ Այսինքն ինքը վստահաբար էր, հա, դա ասում։ Մենք արթնանալու ենք նոր Հայաստանում, թե նոր Ադրբեջանում, արևմտյան Ադրբեջանում, ինչը որ այդ միտքը արտադրում են։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի այդ արտահայտությունը նախ ուղղակի շատ կոպիտ ընտրությունների վրա ազդելու փորձ է։ Ժողովրդավարական երկրներին բացարձակապես ոչ բնորոշ։ Ես իհարկե համոզված եմ, բայց ես չեմ ուզում, գիտեք, ես այնպես եմ նողկում, կներեք այդ նոր Հայաստան, ինձ համար չկա նոր Հայաստան։ Հայաստանը չունի ոչ մի մագդրի կարիք։ Հին, նոր, չգիտեմ, իրական Հայաստանը, հայքը
ընդ որում պատմական թե 21-րդ դարի դա նույն ժողովրդի ստեղծած պետականությունն է։ Ես համոզված եմ, որ ամսի 7-ից հետո մենք արթնանալու ենք Հայաստանում, որտեղ հայկական օրակարգն է իշխելու, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անվտանգ է ապրելու եւ իմանալու է, որ իր բիբլիական երազանքի եւ խորհրդանիշ լեռը դա Արարատ լեռն է, որտեղ կանգ է առել Նոյը եւ որից սկսվել է քաղաքակրթությունը եւ որ Արցախը հայկական է։ Մենք արթնանալու ենք այն երկրում, որի պատմությունը չի կոչվում Հայաստանի պատմություն, այլ կոչվում է հայոց պատմություն, որովհետեւ մեր հնագույն պետությունները, բացի ենթադրենք Արմենիա, Նաիրի, Արադ տանուններից իրենք հայք են կոչվել։ Ստանով դա մեր պետականության անցով Հոգնակերտ, մեր պետականության փուլերից մեկն է եղել։ Մենք արթնանալու ենք հայոց պատմության շարունակությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մեզ մագդիրներ պետք չեն։ Այդ ինքն է ուզում նոր, այդ մարդիկ, որոնք ոչնչացրին Հայաստանի երրորդ հանրապետությունը, հիմա եկել նորն են, կառուցում եւ մյուս նողկանքս, ինչ չորրորդ հանրապետություն, ինչի մասին են խոսում։ Մենք ունենք Հայաստանի հանրապետություն եւ վերջ, որը չի հաշվում 1, 2, 3։ Հայաստանի հանրապետությունում Հայաստանի քաղաքականությունն ու քաղաքացին ու օրենքներն են որոշում իր ապագան եւ ոչ թե օտար պետությունների ներկայացուցիչները գալիս են մեզ, չգիտեմ, թրիփով կամ ինչով գումարներ են առաջարկում։ Մենք արթնանալու ենք այդ Հայաստանում, որը չունի ոչ մի մագդիր, ինքը հավերժական Արարատյան Հայաստանն է։ Ճշմարիտ է, առաջ Աստված, շնորհակալ։ Առաջ Աստված։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ